Անհավանական է, բայց մարդու ակնկալիքները կարող են ձևավորել ուրիշի իրականությունը։ 1968 թվականին հոգեբան Ռոբերտ Ռոզենթալը հանրակրթական դպրոցում ուսումնասիրություն է անցկացրել։ Ուսուցիչներին ասաց, որ որոշ աշակերտներ ունեն առանձնահատուկ ընդունակություններ, թեև իրենք պատահականորեն էին ընտրված։ Ուսուցիչները սկսեցին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել ընտրյալների նկատմամբ, նկատել անգամ ամենափոքր հաջողությունները, գնահատել, գովել եւ ավելի բարդ առաջադրանքներ տալ։ Մի քանի ամիս անց ընտրյալները իրապես ցուցաբերեցին իրական լավ արդյունքներ։ Այսինքն ուսուցիչների հավատը ձևավորեց նրանց առաջադիմությունը։ Միևնույն ժամանակ ոչ ընտրյալների հանդեպ վերաբերմունքը ձևավորեց անտեսվածության զգացողություն, ինչը բացասական անդրադարձավ նրանց ուսումնական առաջադիմության վրա։ Նրանք սկսեցին քիչ հաճախել դասերի, կորցրեցին մոտիվացիան եւ սկսեցին ավելի վատ սովորել։ Պատկերացնում եք, որքան հզոր կարող է լինել սպասման ուժը, ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով։ Այս էֆեկտը գործում է կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանեկան, աշխատանքային, ընկերային հարաբերություններում։ Եթե ծնողը վստահի իր երեխայի ուժերին, երեխան կշարունակի փորձել եւ հաջողության կհասնի։ Եթե ղեկավարն աջակցում է իր աշխատակցին, վերջինս կներդնի առավելագույն ջանքեր։ Փիգմալիոնի էֆեկտը հիշեցնում է, որ մեր սպասումները պարզապես մտքեր չեն, այլ հզոր գործիք, որը կարող է փոխել իրականությունը։ Ես Կանա կենտրոնի տնօրեն հոգեբան Էլիզա Մանուկյանն եմ։ Երջանիկ երեխա մեծացնելու սկզբունքների մասին ընթերցեք իմ հեղինակած Երջանիկ երեխա գրքույկում։ Այն նախատեսված է 1-ից 10 տարեկան երեխաների ծնողների, տատիկ-պապիկների, դայակների, մանկավարժների համար։ Գրքույկը ձեռք բերելու համար դիմեք Կանա հոգեբանական կենտրոն կամ Ֆենիքս գրախանութների ցանց։ Մեկնաբանություններում գրեք Երջանիկ երեխա, մենք ձեզ կուղարկենք ձեռքբերման պայմանները։